Ես չեմ հարցնում, ովքեր եք դուք, որ այսօր եկել եք այստեղ։ 30 տարի առաջ, երբ որ մենք այստեղ հավաքվեցինք, շատ լավ գիտենք երկրորդ օրը, ով ենք մենք։ Առաջի օրը, որ մտանք այստեղ, մեկս էսպես, մյուսս այնպես, մեկս մի քիչ թռցնող, մեկս մի քիչ կեղծող, մեկս մի քիչ խարդախչի, մյուսս մի քիչ ազնիվ, բայց երբ որ հայտնվեցինք այստեղ միայն հայ մարդն է տիրում, ուրիշ կերպար չկա բսկտվածություն, չկա կուսակցություն, չկա առանձնություն, չկա հատվայնություն, միայն և միայն հայ ժողովուրդը, հայ մարդը վերադարձրած իր իրական կերպարը, իր իրական արժեքները, իր հոգեկերտվածքը և ամբողջականացած։ Մի հատ հիշեք, ինչ ջերմություն էր այս հրապարակում։ Հիշեք, որ չկար որևէ մեկը հակառակոր, չկար բաժանարագից, բոլորը քույր ու եղբայր էին, բոլորը իրար օգնում էին, բոլորը մի նպատակ ունեին, չկար մի հաց, որ մեկ առանցին ուտել, ամեն մի հացը բոլորինն էր։ Մենք նորից եկել ենք այս հրապարակը սրբազան տեղ է։ Այստեղ եթե մտնում եք որպես կուսակցություն, դաշինք, այստեղ դուք պետք է գործեք որպես հայ ժողովուրդ, որպես մի ամբողջականություն, որպես մարդիկ, որ առաջինն են դուրս եկել, որ մոբիլիզացնեն, հավաքեն ողջ ժողովուրդը, որտեղ մեր երկիրը կամ կառավարում է այս հրապարակը, կամ Շամ որդին աշխարհի որ ծերից ասես։ Այստեղ ժողովուրդը, որ հավաքվում է, ինքը կառավարում է երկիրը։ Մենք էլ տարբեր փուլեր անցանք, եղել է նաև այն պրոցեդուրան, որ անվանում են ընտրություններ։ Այս հրապարակից առաջի 2 մարտը ընտրվեց պարլամենտ։ 300 հոգյանոց պարլամենտում 2 հոգի այստեղ կանգնած ժողովրդից։ Եվ այդ 2 հոգին ժողովրդի անունից կառավարում էին պարլամենտը։ Պարլամենտը ընդունում էր այն օրենքները, որը թելադրում էր իրեն ժողովուրդը, որտեղ ժողովուրդը ամբողջականացած էր եւ տերն էր իր երկրի։ Մենք հիմա պետք է լուծենք այդպիսի խնդիր։ Օրեր առաջ այստեղ կանգնած մարդիկ եւ շատերը, որ հիմա հավաքված ենք մի դահլիճում եւ երկրի մտավորականությունը, հոգեվոր Հայաստանը մի հարց էր տալիս։ Պատրաստ եք արդյոք դառնաք ամբողջականություն, որպես ժողովուրդ, որպես ամբողջական հայություն։ Պատրաստ եք մտնեք այդ գործի լծի տակ, որովհետև եթե պահի տակ է, եթե մի ընտրության համար է, մի քայլի համար է, մի հարավակի համար է, դա ոչինչ է։ Մեր ժողովուրդը կանգնած է իրոք ճակատագրական ընտրության առջև։ Կամ մենք ամբողջականանում ենք որպես հայություն, այն էլ հայկականության հիման վրա։ Կամ մենք պարտված ենք, բայց մենք պարտված երբեք չենք եղել։ Մենք հազարամյակների ճանապարհ ենք անցել, եւ ինչպես միշտ հաղթել ենք, հիմա էլ ենք հաղթելու։ Բայց պետք է իմանանք մի բան, ոչ թե այսօրվա հավաքն է միայն, այսօր հավաքվել եք, այսօր հրապարակում եք, եւ հրապարակի շունչը պետք է տարածեք ամբողջ երկրով։ Եվ երկիրը պետք է իմանա, որ այսօր անընդհատ հավաքվելու է հրապարակում, որ չկա ընտրության օր, ընտրությունը մեծագույն է։ Մենք ընտրել ենք հայքը, մենք ընտրել ենք մեր ժողովուրդը, մեր ճակատագիրը, մեր ինքնությունը, եւ մենք միշտ հաստատելու ենք այստեղից։ Ինչի եմ կարևորում հրապարակը։ Հաջորդ ընտրությունը, որին մենք մասնակցեցինք, մենք հաղթեցինք ընտրություններին։ Կեսից ավելը մերոնք էին, ազնվագույն մարդիկ, մտավորականություն ընտրեցինք այնտեղ եւ համարեցինք, որ կարող են գնանք մեր տները, որովհետև այդ մարդիկ արդեն ազնվագույն ձևով կտանեն գործը առաջ։ Մենք գնացինք տուն, իրանք գնացին դեպի կործանում, դեպի կաշառք, դեպի պաշտոն, դեպի ուրացում։ Հիմա պետք է իմանաք, ինչ էլ լինի, ինձ չի հետաքրքրում, այնտեղ 2 հոգի են հայտնվում այն մարդկանցից, ում դուք վստահում եք, թե 202 հոգի։ Ժողովուրդը եթե կանգնած չի, նա հանձնելու է իր որդիներին, հանձնելու է այդ սատանայի աշխարհի ճիդարներին։ Ուրեմն ժողովուրդը այստեղ պետք է լինի եւ լինի իր երկրի տերը,